տարիներ շարունակ հայհոյանքը դարձվեց առանձին մշակույթ։ Հայհոյանքը սկզբում քրեական ենթամշակույթից սկսեց տարածվել, դառնալով մեր ագրեսիայի հիմնական մասը, բնականաբար դարձավ նաև տգիտության ցուցիչ, որովհետև երբ մարդը չունի բառապաշար, չունի լուրջ աշխարհընկալում, դատարկ է, դատարկությունից ինքը անդադար սկսում է իր բառերի, իր նախադասությունները համեմել հայհոյանքներով, որովհետև հայհոյանքը հեշտացնում է խոսելը, դու արագ-արագ խոսում ես, հենց միտքդ կտրվում է հայհոյում ես ու սկսում ես խոսքը տանել, պես շատ ընդունված, շատ տարածված անկիրթ մասաների մեջ խոսքի ձև է, բայց հետո ինքը սկսեց այդտեղից դուրս գալ, պրոպագանդվել համացանցում, ընդ որում ստեղծվեցին նաև առանձին բլոգերներ, որոնք հայհոյանքը բերեցին մարդկանց տուն, մարդկանց ընտանիք, կանանց մեջ։ Մենք, գիտեք, այն քիչ ազգերից մեկն էինք, կնոջ մոտ չենք հայհոյում, աղջկա մոտ չենք հայհոյում, մեր քրոջ մոտ հայհոյել է ինչ-որ կողքից մեկը հայհոյեց, քուրս լսեց, դա մեծ խնդիր էր, ու դա եղբոր ինքնասիրության հարցն էր։ Թե օրինակ նայեք, ռուսների մոտ նման բան չկա։ Հանգիստ աղջիկներն էլ են հայհոյում, աղջիկների մոտ էլ են հայհոյում, փողոցում եթե մեկը հայհոյեց, այն մյուսը լսեց ոչ մի։ Հիմա դու կարող ես երթուղայինով տեսնել, թե ոնց է մեկը բարձր հայհոյանքներով տեսանյութ նայում ու դա ցասում չի առաջացնում այդ երթուղայինի մեջ։ Վրդովմունք չկա արդեն։